Պատմեք լիճքի մասին եւ մենք հիմա որտեղ ենք գտնվում։ Մենք հիմա գտնվում ենք լիճքում, Բողոքար արգելավայրում, քայլում ենք դեպի լիճքի ջրվեժներ։ Լիճքի ջրվեժները տեղացիները ասում են զվարի ջրվեժներ, որովհետեւ մեր թիկունքում մի քանի դար առաջ եղել է զվար գյուղատեղին, մենք հիմա հետդարձի ճանապարհին կմտնենք զվարավանքը։ Լիճքի ջրվեժները շատ հայտնի են ինչպես Մեղրիում, նաև ամբողջ Հայաստանում, ամենամատչելի ջրվեժների 5-ն են, մենք այսօր կգնանք այդ բոլոր 5 ջրվեժները, բայց դրանով չի ավարտվում ջրվեժները, շուրջ 10 մեծ ու փոքր ջրվեժներ հաջորդում են 5-րդին, իսկ մնացած ջրվեժները գտնվում են արդեն Մեղրի գետի վրա, որը հոսում է հենց լիճ գյուղի միջով, այդ թվում նաև բոլորիս հայտնի Սրտերի ջրվեժը։ 17-րդ դարում լիճքի բնակչության մի մասը ձևավորվել է Պարսկաստանի Մուժումբար բնակավայրից այստեղ ներգաղթած բնակիչներից, բայց լիճքը հայտնի անհիշելի ժամանակներից։ Ինչու են անվանել հենց լիճք։ Լիճքը գրաբարյան լճեր բառից է գալիս, լիճ գյուղի վերնամասում ժայռերի տակ կան մի քանի մեծ ու փոքր լճեր, որոնցից մեկը Կապտաչը կամ Սրտեր լիճը, մյուսը Խուրջինը, երրորդը Փոքր լիճը, այդ նպատակով լիճքը անվանվել է լճեր կամ լիճք։ Ու առհասարակ գյուղը եզակի է նրանով, որ տարբեր բնակավայրում գյուղերում կարող ենք հանդիպել ամենամեծ ջրվեժը, ամենախիտ անտառները, բայց այնպիսի բնակավայր, որտեղ այդ 3 ջրվեժներ, լճեր ու խիտ անտառներ, այդ 3-ը միավորված լինեն մի փոքր տարածքում, ես երկրորդ այդպիսի տարածաշրջան կամ գյուղ Հայաստանում չգիտեմ, եթե դու գիտեք կարող եք ինձ հուշել։ Ես էլ չգիտեմ։ Մենք գտնվում ենք Զվարավանքի մոտ, Զվարավանքը թվագրվում է 17-րդ դարին, սակայն մի շարք աղբյուրներում այն ավելի վաղ է հիշատակվում։ Գյուղացիների ավանդույթի համաձայն Զվարագետի ջուրը այնքան քաղցրահամ ու ախորժաբեր է եղել, որ անընդհատ սովածացել են ժողովուրդը ու տենց ստիպած լքել են, բայց դե բնականաբար դա լեգենդների ժանրից է, ուղղակի սովորական գյուղատեղիների պես այս զվար գյուղատեղին լքվել է, ճակատային մասը ինչպես տեսնում եք մի քիչ անմխիթար վիճակում է, այժմ աշխատանքներ են տարվում, միջոցներ ձեռնարկեն, որպեսզի վերանորոգվի, մտնենք ներս։ Այստեղ ձեզ մի հատ հետաքրքիր թաքստոց եմ ուզում ցույց տալ, արի Դիանա։ Այստեղ եթե մի փոքր լուսավորենք, թշնամիներից պաշտպանվելու ապաստարան է եղել, այսպես մտել են պաշտպանվելու համար ամբողջ տանիքով, ես մի անգամ 3-4 մետր
մտել եմ, բայց վերադարձել եմ, որովհետև մի քիչ խոնավակ խաղաթափման վտանգ կար։ Չգիտեմ ճիշտ ասած, այլ ելք եղել է թե չէ, բայց մուտքը բավականին ակնհայտ ու տեսանելի է։ Կասեք ինչ հուշեր ունեք Լիչք գյուղում։ Լիչք գյուղի հուշերը այնքան բազմաշերտ, բազմազան ու այնքան տարիներով կուտակված հուշեր են, որ այս պահին մի քիչ դժվար է իրականում sense գյուղի բարբառով ասած քաղան անել ու ասել իմ մանկության ամբողջ ամառներն անցել գյուղում ամառային արձակուրդները ավարտվելուն պես սրտի sense թրթիռով գալիս էի գյուղ, որովհետև ինչի է սրտի թրթիռով գալիս, այստեղ ունեի ազատություն։ Այստեղ ունեի անծայրածիր բնության մեջ գործելու, տարածվելու, վայելելու ազատություն դպրոցական կյանքից այս կողմ հուշերը հիմնականում գյուղական են, գյուղի տղաների հետ, չգիտեմ, գնում էինք կովերն էինք պահում, հորս հետ գնում էի խոտ քաղելու, այդ ինձ համար ավելի շատ ֆան էր, դրա համար ես գյուղացու այդ ծանր կյանքը չեմ տեսել եմ դրա հեքիաթային կողմը, այո, հեքիաթային կողմը, գյուղի առօրյան սկսվում էր առավոտյան 9-ին զարթնելով, այդ ժամանակ ինձ թվում էր թե աշխարհում ամենաառաջինը ես եմ զարթնել, հա, բայց որ դուրս էի գալիս, նայում էի աջ, տեսնում էի, որ տատս պապս արդեն առավոտվա ժամը 6-ից սկսել են արդեն լավաշ թխելը, ու այդ լավաշի հոտը միանգամից զգում եմ ու դա ինձ երջանկացնում էր, այն օրը որ լավաշ չէին թխում, պարզապես պատշգամբից իջնում էի ներքև, տանը մարդ չէր լինում, իջնում էի ներքև, տատս արդեն կաթը, մածունը, նախաճաշը գյուղական պատրաստել էր ու տոպրակ էր փռել ճանճերից պաշտպանելու համար։ Բացում ուտում էի ու պապուս մյուս ձեռնափայտը վերցնում ու գիտեի իրենք արդեն ուր են, ուղևորվում դեպի այգի։ Այգի հասնելուն պես այգու ճանապարհը այգից վերև է, նայում էի լոբի քոլերին, տատս չէր երևում, բայց ես գիտեի ինքը ուր է, իջնում էի ներքև ու այդ լոբու քոլերից տատս դուրս էր գալիս խալաթով, խալաթի մեջ ամբողջությամբ հավաքած լոբիները ու իր խալաթին կպած լոբիների այդ տերևները ու ես գնում էի այդ տերևներս սպոկում ու այդ ցայնը միջև հիմա հիշում եմ ու գնում ենք հաջորդը գնում ենք հենց հողոտ գազարը հողի մեջից ցեխոտ հանում լվանում տեղում ուտում սարի խոտ հավաքում եռացնում պապս այնտեղ մարգերն էր ջրում մի խոսքով ամեն ինչ հեքիաթային է եղել այս գյուղում հա այդ մի դրվագերը որով այս բային հիշում եմ պատմում եմ ամեն ինչ հրաշալի է Կա այդ մանկության թանկ ու մեծ երազանքը որն է եղել, որ մինչև հիմա պահում եք։ Մանկության իմ երազանքը, ինչպես նաև գյուղի շատ տղաների ու աղջիկների երազանքներից մեկը եղել է գյուղը զբոսաշրջային կենտրոն դարձնելը, ջրվեժները որ գնացինք, որ գյուղացիները անվանում են վադապատներ, չգիտեմ ինչի ռուսերենով է, վադապատ ենք մենք միշտ ասել, դրա վերևով ճոպանուղի լինի, այդ ճոպանուղիով հասնենք մինչև Լիչքի լճերը, ու իհարկե դա ինչքան մեծանում ես հասկանում ես, որ դա ահռելի ֆինանսների հետ է կապված ու տարածաշրջանային զարգացման հետ է կապված, բայց այդ երազանքը իմ sense խուլ մտքերից մեկ sense թելի պես ինքը by default գնում է, հա։ Ձեր մանկությունը նաև Մեղրիում էլ է անցել, կպատմեք Մեղրիի մասին նաև։ Նու իմ հիմնական մանկությունն է Մեղրիում անցել, գյուղում անցել է ամառները, Մեղրին Հայաստանի ամենակոլորիտային քաղաքներից մեկն է, Գորիսի, Գյումրվա պես, Մեղրին արևային Հայաստանն է, Պարսկաստանի հետ սահման, հայտնի իր մրգերով, Մեղրին ես պարզապես պաշտում եմ Մեղրին, Մեղրի հետ կապված հուշերս
նույնպես բազմազան են, բայց արդեն այնտեղ ավելի շատ քաղաքային կոլորիտն է տիրել, քան գյուղական։ Այ ինչպիսի կապ էր դա։ Այնպիսի կապ, որը որ հիմնականում արկա է ցանկացած փոքր քաղաքում ծնված մեծացած մարդկանց հետ, որ ուր էլ լինես, որտեղ էլ ապրես, միևնույնն է այդ քո ծննդավայրը միշտ քեզ կանչում է, այնտեղ են քո ընկերների մի մասը, քո բարեկամների մի մասը, քո մանկության հուշերը, քո կարելի ասել էության մի մասը, որտեղ որ դու ձևավորվել ես։ Գագիկ, դուք մասնագիտությամբ իրավաբան եք, նաև արշավական։ Կպատմեք մի քիչ դրա մասին։ Իրավաբանի ընտրությունը, անկեղծ ասած, իմ ընտրությունը չի եղել, այն ժամանակ հիմա այս մեծ համացանցային դարի պարագայում շատ հեշտ է ընտրել այն մասնագիտությունը, որը մասնագիտությունների տեսակներն են բավականին շատ։ Այն ժամանակ, որ ընտրում ենք, թողներեն ինձ շատ բոլոր մյուս մասնագիտությունների իհարկե կրողները, այն ժամանակ իմ տեսանկյունից մեր ընտանիքի ամենապահանջված մասնագիտություններից մեկը եղել է պետականի միջազգայինը, պետականի իրավագիտությունը, ֆրանսիական համալսարանը, ամերիկյան համալսարանը չգիտեմ, կար թե չէ։ Այդպես հիմնական ծնողներից ընտրությամբ որոշեցինք ֆրանսիական համալսարանի իրավագիտության բաժինը, որի համար չէ, սիրում եմ, իհարկե սիրում եմ իրավագիտությունը, բայց դա չի եղել իմ վերլուծական, իմ հետազոտությունների ու իմ, այսպես ասած, բազմազան մասնագիտությունների ընտրության արդյունքը։ Այ արշավական կյանքը ինչպես սկսվեց։ Իմ պարագայում արշավական կյանքի սկիզբ ասելը մի քիչ հարաբերական է, քանի որ ես հենց այստեղ հիշում եմ 7 տարեկանից միշտ արշավում էինք, գնում էինք վադապատները, այսպես մենք էինք ասում, բարձրանում էինք այստեղ սրտներ կոչվող մարգագետնային սիրուն բարձրալեռնային տարածք կամ Մեղրու լեռները, այսինքն միշտ կապված եմ եղել բնության հետ, իսկ ավելի պրոֆեսիոնալ արշավային գործունեությամբ սկսեցի զբաղվել, պրոֆեսիոնալ հարաբերական ասած 15 տարի առաջ Երևանում, իսկ 12 տարի առաջ արդեն միացա Armenian Geographic-ին ու հիմնականում իրենց հետ, սկսեցի ավելի շատ արշավել, ավելի արշավային շրջանակը արդեն Հայաստանից դուրս, Արևմտյան Հայաստան, Էլբրուս, Կազբեկ, Արարատ լեռ, տենց դեռ առաջիկայում նպատակ ունեմ նաև Կիլիմանջարո եւ այլ լեռներ։ Գագիկ, երբ որ բարձրանում եք գագաթ, ինչպիսի էմոցիաներ ա ձեզ մոտ։ Ավելի շատ հաղթանակա թե անկում։ Գիտեք ինչ, ես այն մարդկանցից չեմ, որ բարձրակոչ արտահայտություններով ես նվաճեցի այս լեռը, ինձ համար լեռները կյանք են եւ այլն, այդպես։ Չէ, ուղղակի ինձ համար ես պարզապես սիրում եմ լեռները, սիրում եմ այն ազատությունը, սիրում եմ լինել մարդկային միջավայրից դուրս, սիրում եմ լինել այնպիսի միջավայրում, որտեղ մարդու հետքը շատ ավելի քիչ է եղել ու այն տարածքները, որտեղ արդեն մարդու հետքը շատանում է, ես փորձում եմ գտնել, որոնել այլ տարածքներ։ Բայց այդ էմոցիաները ինչպիսին է ձեզ մոտ, թե հաղթահարելու։ Մի քիչ դժվարանում եմ պատասխանել, ուղղակի ինձ ազատ ու կարելի ասել երջանիկ եմ զգում։ Իսկ էմոցիաներ կախված գագաթից, օրինակ Արարատը բարձրանալուց էմոցիաները այլ են, մի քիչ ավելի հայկականության տեսանկյունից, Էլբրուսը մի քիչ ավելի այլ էր, ամեն գագաթ ունի իր տպավորությունները, իր էմոցիաները, իր հիշողությունները։ Իսկ արշավելը մարդուն ինչ է տալիս։ Արշավելը նախ առաջին հերթին առողջություն է։ Տալիս է մարդկային մեծ շփումներ, հետաքրքիր մարդկանց հետ են ծանոթանում, հիմնականում արշավականները արշավական համայնքը համախմբում է բավականին հետաքրքիր մասնագիտությունների, աշխարհայացքների, մտածելակերպի տեր մարդկանց ու Արմջեյոն մի հատ կարգախոս ունի, կարևոր չէ ուր, կարևոր է թե ում հետ, շատ կարևոր է թե ում հետ ես գնում արշավ, շատ կարևոր է։ Իսկ ինչից եք ոգեշնչվում։ Ոգեշնչվում։
ոգեշնչվում եմ ես գյուղից ոգեշնչվում եմ իմ ոգեշնչման աղբյուրներից մեկը օրինակ Ախթամար կղզին է երբ գնում եմ ինձ համար ինքը ռեստարտ է ռեստարտի մի հատ տենց կետ է ինձ համար ոգեշնչվում եմ ինչ որ նոր հիմա օրինակ հյուսիս-հարավ ճանապարհն են վերանորոգում ոգեշնչման մի աղբյուր էլ է որ կարող ենք Երևանից ավելի հեշտ հասնել օրինակ Լիճք տարբեր են շատ տարբեր են կարող են ոգեշնչվել իմ կնոջից կարող են ոգեշնչվել տարբեր շատ տարբեր Իսկ ինչ եք կարծում այս կյանքը մի ժամանակահատված է որի ընթացքում ինչ պետք է անենք Շատ բարդ հարց տվեցիք այդ հարցին չեն կարողացել պատասխանել նույնիսկ հին հույն հռոմեական փիլիսոփաներից սկսած մինչև հիմա այդ հարցի շուրջ գլուխ են ջարդում ու այդ պատասխանը չկա ես էլ չունեմ այդ պատասխանը անկեղծ ասած պատասխաններից մեկը կարող է լինել կյանքը մի հատ է պետք է վայելել բայց այդ վայելելու համար նաև պետք է աշխատել Հիմա ինչ անել, աշխատել շատ, որպեսզի վայելել, թե չաշխատել ու վայելել, թե փորձել գտնել ոսկե միջինը, իսկ այդ ոսկե միջինը գտնելը արդյոք հեշտ է, շատ տարբեր է, կախված է որտեղ ես ապրում, ինչ միջավայրում, ինչ կրթություն ես ստացել, ինչ գործոններ են քո վրա ազդում, ինչքան աշխատասեր ես դու, ով է քո կողակից, ում հետ ես դու շփվում, ինչքան երկրներում ես եղել Չգիտեմ այդ հարցի պատասխանը։ Կետ չկա, քեզ համար որ պետք է անեն։ Երջանկության զգացումը չհետաձգել ու ապրել ոչ թե այդ օրը փորձել պահը։ Ինչ երաժշտություն եք լսում։ Այ հիմա օրինակ ինչ կլսեիք։ Իմ երաժշտական ճաշակը շատ բազմազան է, սկսած հիմա մեծ սիրով կլսեի ես Համասյան օրինակ վերջին իր համայնքներից մեկը Խոստոփի լանչին ահավոր ոգեշնչող էր ու չէ, ստեղից չի երևում ցավոք, հաստեղից Բաղացարն է երևում, բայց Բաղացարից կարող ենք տեսնել Խոստոփի գագաթը։ Ես ըմբրատուն էինք ասում, պատկերացնում եք 1 տարի առաջ եմ հասկացել, որ ըմբրատունը դա ամբարի տունն է, այդքան մանկությունից հիշում եմ տատս ըմբրատուն, բայց նոր եմ հասկացել, որ ինքը ամբար, սա այստեղ տատիկիս հաշվիչը, այսպես ասած, այս մաղով հիշում եմ, ինքը բան էր մաղում, ալյուր էր մաղում, էլ ինչ էր մաղում, ալյուրն եմ հիշում ճիշտ, վայ տատուս, ես նույնիսկ կարող ենք հիմա էլ իրան օգտագործել, ու ինքը բավականին թրենդային կնայվի, այս մեր մեղրաքամն էր, պապս 30-ից ավել փեթակ ուներ, հիշում եմ ամեն մեղրաքամին հավաքվում ենք փետականոց ունենք ու այս սարքով մեղրն ենք համում, սրանք բիտոններն էր, իհարկե հիմա այն տեսքով չեն մնացել այս ըմբրատունը ոնց որ այն ժամանակ այն ժամանակ կյանք կար այստեղ, այն ժամանակ պատերի մեջ, հիմա հա իրանցից հետո պատերը սառել են, Սա իմ սենյակն է եղել, այստեղ մեր գրադարանն է, այս գրքերի, ոչ բոլորն եմ կարդացել, իմաստն եմ կարդացել, որն է կարդացել, Սպարտակը կար այստեղ, Ջեյները կար, Հենրի Սենկևիչի Յուերթասը կար, հիմա չեմ հիշում, այստեղ մեր հին
ալբոմներն են, սա մեր բավականին հին ժամանակվա, պապս է սա, ու պապուս հայրն է, պապուս հորանունը Ավետիս է եղել, բայց իրեն Հաջուց Վանիկ են պապուս ասել, որովհետև իր հայրը առևտրական է եղել, մեր ցեղին ասել են Հաջուց Վանիկ, սա լիճքն է այն ժամանակվա 2007 թվականի նկար, այս է եմ ուզում ցույց տալ, այս է։ Պապս տատս Գյուղի մեջ փոքրիկ ջահել, սև մազերով, սև աչերով, ապրում էր մի սիրուն աղջիկ, իրոք սերով իր նազերով։ Մի գյուղի մեջ փոքրիկ ջահել, սև մազերով, սև աչերով, ապրում էր մի սիրուն աղջիկ, իրոք սերով իր նազերով։